Դիկանբայն ու հսկան, կիրգիզական հեքիաթ։ Լինում է չի լինում, շատ վաղուց մի որսորդ է ապրելիս լինում։ Նրա անունն էր Դիկանբայ։ Նա ոչ ոչխարներ է ունենում և ոչ էլ ձիեր, որսորդություն է անում ու իր գլուխը պահում։ Օրերից մի օր Դիկանբայը իր հարևանին հետը որսի է տանում։ Որսի հետևից ընկած երբ շատ են գնում, մեկ էլ մի հսկայի են հանդիպում։ Քիթը լիքը լցված տճկորի չափ էր, իսկ ոտքերը ոնց որ մի գերաններ լինեին։ Տեսնում է հսկան որսորդներին ու սկսում բարձր ծիծաղել։ Այնքան է ծիծաղում, որ աչքերում արցունքներ են երևում։ Դիկանբայը նայում է նրան, նայում ու ինքն էլ է սկսում ծիծաղել։ Հսկան զարմանում է. այս մարդն ինչի վրա է ծիծաղում։ Ես ծիծաղում եմ, ասում է հսկան, որովհետև ձեզ պիտի ուտեմ ու արյուններդ էլ պիտի խմեմ։ Իսկ դու ինչի ես ծիծաղում։ Դիկանբայը առաջվանից էլ ուժեղ է ծիծաղում ու ասում է. իմ կինը շատ էր ուզում հսկայի լյարդը համտես անել։ Ահա գտա էն ինչ փնտրում էի։ Ինչ լավ է, որ այսքան շուտ քեզ հանդիպեցի։ Ու Դիկանբայը մի շարժում է անում, իբր թե ուզում է բռնել հսկային ու հետն էլ իր ընկերոջը ձայն է տալիս. բռնիր դրան, ուզում եմ սրա լյարդը տեղից պոկել։ Վախեցած հսկան աղաչում է նրան. խնայեք ինձ, թանկագին մարդիկ, ես իմ ծնողների միակ զավակն եմ և պահանջեք, ինչ սրտներդ կուզի։ Եվ Դիկանբայի առաջ մի կույտ ոսկի է լցնում։ Դիկանբայը վերցնում է ոսկին ու ձայնին խստություն տալով ասում է. դե որ շատ ես խնդրում, ոսկին կվերցնեմ և առաջին ու վերջին անգամ քեզ կխնայեմ, քանի որ ծնողներիդ մինուճար որդին ես։ Բայց տես հա, թույլերի վրա ձեռք մի բարձրացրու։ Իսկ հիմա ասա, թե որտեղ է ապրում մյուս հսկան։ Վախից դողալով հսկան ասում է. Էս կիրճում քիչ որ գնաք, 3 հսկաների կհանդիպեք։ Դե որ էդպես է, մենք նրանց լյարդը կվերցնենք, ասում է Դիկանբայը։ Հենց որ հսկան հեռանում է, որսորդները գյուղ տանող արահետով գնում են տուն։ Քայլում են մի մեծ գետի ափով ու շուտով մի բացատ դուրս գալիս։ Այդ բացատում հսկա բարդիներ էին աճում։ Բարդիների ստվերում օջախներ էին ոսկլտում։ Կրակի վրա 40 պղինձ միս էր եփվում և 40 հսկաներ նստոտել էին կրակի շուրջը։ Որսորդները չեն հասցնում թաքնվել և ստիպված բարձրանում են բարդիների վրա։ Դիկանբայը թաքնվում է ծառի գագաթին, իսկ ընկերը մի քիչ ցած։ Դու միասա այդ հսկաների մեջ է լինում հենց այն մեկը, որից Դիկանբայը ոսկի էր վերցրել։ Էդ բանը պատահեց աջ ալարում, պատմում է նա մյուս հսկաներին։ Ինձ համար գնում եմ ճանապարհով, մեկ էլ ինչ տեսնեմ, 2 դյուցազուններ մարդկանց ցեղից, քիչ մնաց սպանեն ինձ, ուզում էին լյարդս հանել ու տանել։ Ոսկի տվեցի ու մի կերպ պրծա։ Նրանք ինձ բաց թողեցին ու կիրճով վերև գնացին, մյուս հսկաներին հանդիպելու։ Ես էլ շտապեցի ձեզ մոտ, որ զգուշացնեմ վտանգից։ Աչքներս 4 արած պիտի հիմա ման գանք։ Հսկաների մեջ մի ահռելի, միաչքանի հսկա է լինում։ Նա բոլորի ղեկավարն էր։ Թե որ էդպես է, ասում է նա, ապա նրանք մեծ ուժ ու ճարպկություն պիտի ունենան։ Լսել եմ, որ չնայած մարդու բոյը կարճ է, բայց շատ խելոք է, ու մենք իսկապես պիտի զգույշ լինենք։ Հենց այս խոսքերի վրա Դիկանբայի ընկերը սահում է ծառի վրայից և ընկնում ուղիղ հսկաների մեջտեղը։ Այս տեսնելով Դիկանբայը վերևից անմիջապես ձայն է տալիս. մի աչքանուն բռնիր, առաջինը նրան սպանիր։ Սարսափահար հսկաները այս ձայնի վրա փախչում են ով ուր կարող էր։ Իսկ Դիկանբային ու ընկերը
ողջ ու առողջ հասնում են իրենց տուն, հետն էլ մի պարկ ոսկին շալակին։